ձեր այոն լինի այո, ձեր ոչը ոչ, այսպես է ասում մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Մի երթվեք ոչ երկնքում, որտեղ դա Աստծո գահն է, ոչ երկրի վրա, որտեղ գահի պատվանդանն է, որևէ երթում մի տվեք, որտեղ դուք չեք կարող ձեր մի սպիտակ մազը սև դարձնել, այլ ձեր այոն լինի այո, ոչը ոչ։ Ինչ է ուզում ասել այս խոսքով մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ դուք ունեցեք որոշում կայացնելու վճռականություն։ Ձեր այո լինի այո, ոչը ոչ, դա նշանակում է, որ դուք որոշում կայացրեք եւ հասեք ձեր որոշմանը։ Եվ փորձառությունը ի՞նչ է ցույց տալիս։ Այն մարդ, որ երթվում է, ուրեմն այդ մարդը վճռական մարդ չի։ Կայուն մարդ չի։ Կամք չունի, թուլակամ է, կամազուր կա։ Դրա համար ուզում է այդ թուլակամությունն ու կամազուրկ լինելու այդ իր իրողությունը փակել, ծածկել երթումով։ Մի մարդ որոշում է ծխելը թարգել, ամեն անգամ որոշում է դրի ծխելը թարգի, չի թարգում, վերջում որոշում է այլևս չփորձել։ Հա, այս ինչու որտեղ թուլակամ է, վերջ որոշումը էս էր, ես այլևս չեմ փորձելու։ Տեսեք, ինչքան վատ բան է մարդու թուլակամությունը։ Երթումը կամազուրկ մարդու ճարահատյալ քայլ է։ Իսկ որոշումը ուժեղ մարդու, կամքից ուժեղ մարդու որոշումը։ Ձեր այոն լինի այո, ոչը ոչ, որոշել ես կատարի, առանց երթումի։ Եվ սա քեզ ավելի օգտակար կլինի, կամքդ էլ կթրծես, կզարգացնես։ Եվ գիտեք, յուրաքանչյուր մարդ պետք է կամքի մարմնամարզությունը, կամքի մարզումներ անի։ Կամքը պետք է մարզի ինքն։ Օրինակ, ուզում եմ այսինչ բանը ուտել, չեմ ուտում, ինչու չեմ ուտում, որովհետև դա ինձ շատ օգտակար է, ոչ միայն մարմնիս, այլ նաև հոգուս եւ կամքիս համար։ Որտեվ երբ որ ես իմ ցանկությունը չեմ կատարում, ցանկությունից չէ, կամքն է։ Ուրեմն ես իմ կամքը ամրացի, ուժեղացրի։ Այսինքն, երբ որ դու քո շատ ոչ օգտակար եւ ոչ արդյունավետ սովորությունները սանձում ես, հաղթահարում ես, քո կամքն ես թրծում։ Արիստոտելի մոտ գալիս են մարդիկ ասում են, վայ, լուր ենք, նորություն ենք լսել։ Ուզում ենք քեզ ասել, ասում ես դուք 3 մաղերով անցկացրել եք այդ նորությունն ու լուրը։ Ասում եմ, ինչ 3 մաղեր։ Ասում եմ, ինչ որ դուք պետք է ասեք բարի է, ասում եմ, չէ, ավելի շատ չար է։ Ինչ որ դուք պետք է ասեք օգտակար է, չէ, ավելի շատ վնասակար է։ Ինչ որ դուք պետք է ասեք անցյալի մասին է, թե ապագայի, ասում ավելի շատ անցյալի։ Ասում եմ, ուրեմն թաղեք անցյալի մեջ, հողի տակ թաղեք, թող գնա այդ։ Ինչ որ դուք պետք է ասեք, դա պետք չի ասել։ Պես ինչ գեղեցիկ օրինակ տվեց Արիստոտելը, լեզուն սանձելու։ Լսել ես, թող մեռնի քո մեջ։ Սողոմոնի իմաստունն ասում է, հիմար մարդու մեջ, ասում է, խոսքը փոթորիկ առաջացնում։ Իմաստուն մարդու մեջ մեռնում է խոսքը, հատկապես եթե չարախոսությունը, բամբասանք, իմաստուն մարդը լսում է, իր մեջ մեռնում է, չկա գոյություն չունի, բայց հիմար մարդը խոցում է իր սիրտը, լսում է ու չի էլ մտածում, որ ճիշտ է սա, սխալ է սա, չի քննում, հա, իմաստուն մարդը արագ որոշում չի կայացնում, սպասում է, լսածը ժամանակի դատաստանին է հանձնում, ժամանակի ամեն ինչ ցույց կտա, սպասում է, քննում է ամեն ինչ, նոր խոսում է։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում են 7 անգամ չափիր 1 կտրիր, ես ասում եմ 7 անգամ խորհիր 1 խոսիր։ Բայց մենք 7 անգամ խոսում ենք, չենք մի անգամ խորհում։ Խոսում ենք, ուրեմն շատ կարևոր է այդ որոշման վճռականությունը։ Ձեր այոն լինի այո, ոչը ոչ, դա միայն խոսք չի, դա կյանք է։ Գործ ես ուզում անես, նստիր հաշվարկ արա, մտածիր, այդ գործը դու կարող ես 20,000-ով 40 դեմ կարող ես գնալ պատերազմել, չէ, հաշտություն կնքիր։
ամեն ինչի մեջ այս վճռականությունը, կամքի կայունությունը, այոն այո, ոչը ոչ պետք է լինի։ Առանց սրա մենք կնմանվենք հողմից շարժվող երեգի, ասում է Հակոբ Սարաքյալը, տարուբերվող մարդու, երկմիտ մարդ ասում է ոչ բանի պետք չի, ամեն ինչի մեջ անհաստատ է, երկմտությունը մեծ մոլորություն է, պետք չի երկմիտ լինել, վճռական պետք է լինել, երբեմն մարդիկ իրենց անվճռականությունը վերագրում են մտածելուն, ասում են մտածենք, որոշում կայացենք, բայց մտածում են, հələ չկա որոշում, շատ են մտածում, վճռական չեն, այո մտածել պետք է, բայց պահ եղավ, որ այլևս չես էլ մտածում, որոշում ես կայացնում, սխալվելը բոլորին է յուրահատուկ, բոլորն էլ կարող են սխալվել, այսինքն դու որոշում կայացրեցիր, սխալվեցիր, ոչինչ, ամեն ինչ փորձեցեք, բարին ամուր պահեցեք, կշտկես սխալը, բայց երբ որ դու որոշում չկայացնես, վճռակ չունես, ավելի մեծ սխալ կկատարես, այսինքն երկմտությունը, կասկածամտությունը կթողնես քո մեջ եւ քեզ ավելի վնաս կտա, ոչինչ, դու վճռ որոշում կայացրու, սխալվիր, սխալի վրա մենք երբեմն ավելի շատ ենք սովորում, այոն թող լինի, այո, ոչը ոչ։